Սիրելի բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում կրկին անգամ Խաչիկյանի խոհանոցը հաղորդումն է եւ մենք կրկին անգամ նույն վայրում ենք եւ կարող եմ ասել նույնիսկ րոպեների տարբերությամբ մենք սկսում ենք մեր երկրորդ հաղորդումը։ Ասեմ ինչու, որովհետեւ մենք որոշեցինք այս կրակը այսպես չթողնել, մեկ հաղորդում եւս նկարել եւ մեր ստեղծագործական խմբի անդամների մի կեսը գնաց վայելելու մեր եղնիկի խաչլաման պատրաստված հունական ձևով ես այստեղ մնացի, որպեսզի ձեզ համար պատրաստեմ երկրորդ ուտեստը։ Քանի որ որսորդները միշտ չի որ միս են որսում, երբեմն առանց միս են մնում, այդ ժամանակ օգնության են հասնում իրենց ձեռքի տակ ունեցածը, դա սունկն է, որ կարող են քաղել անտառից, դա ձուն է, որ կարող են իրենց հետ տանել անտառ, եւ այն ամեն ինչ որ բնությունը տալիս է։ Եվ այսօր կպատրաստենք մի հետաքրքիր ուտեստ, որ մենք կանվանենք ուրցով դաղցով ձվածեղ։ Գիտեք, որ մենք գնում ենք տարբեր սննդի վայրեր, երբ որ ասում են թեյ, ովքեր որ բնության մեջ են եղել, իրենք ասում են ուրցով թեյ, մի մասն ասում է դաղցով թեյ, մի մասն ասում է ուրցով եւ դաղցով միասնական թեյ, հիմա մենք կպատրաստենք ուրցով եւ դաղցով միասնական ձվածեղ։ Եվ սրա համար ինչ պիտի անենք։ Ուրցը եւ դաղցը պիտի համատեղենք, կհամատեղենք նաեւ ձեթը եւ կարակը, կհամատեղենք նաեւ սունկը եւ մեր պղպեղն ու լոլիկը եւ կծու պղպեղը, ինչպես նաեւ մաղադանոսը։ Սկսեցինք, ինչպես կասեր մեր բարեկամ հայերը, չմոռանանք, որ այսօր օրն է փետրվարի 19-ը մեր նկարահանման օրը գեղեցիկ է, որովհետեւ ինքը Թումանյանի ծննդյան օրն է եւ այդ ներշնչանքով սկսենք։ Ինչ ենք անում առաջինը թերևս սոխը կտրատենք։ Սոխ այս դեպքում կկտրատենք ոչ թե փետուրաձև, այլ մանր խորանարդիկներով, որովհետև մեզ անհրաժեշտ է, որ այս դեպքում ինքը սոխարացի համը նույնպես զգանք։ Գեղևազատում ենք սոխը։ Այսքան թերևս բավարար է։ Մենք հիմա կտապքացնենք ձեթը, բուսայուղը եւ կարագը։ Տեղափոխում ենք թավան կրակի վրա։ Մեզ անհրաժեշտ է ձիթապտղի ձեթ։ Լավ համ ստանալու համար նաև կարագ ենք ավելացնում։ Թողնենք մի քիչ ինքը տաքանա։ Հալեցնում ենք, ընդ որում հետաքրքիր մի հնարք ենք օգտագործելու այս սոխարածը պատրաստելիս, ես դա ձեզ ցույց կտամ իհարկե, որ մտածում հետո մեր տնային տնտեսուհիները կօգտագործեն։ Մի փոքր ուղենք մեր թավայի դիրքը։ Ձուն գիտեք, որ աշխարհում վաճառվող երրորդ ապրանքատեսակն է, թիվ 1-ը նավթն է, հետո գալիս է սուրճը, հետո գալիս է ձուն եւ ինքը շատ օգտագործվող է տարբեր խոհանոցներում, ի հաշիվ նաեւ նրա, որ ինքը մատչելի է իհարկե։ Մի փոքր տաքանա, որպեսզի մենք սոխը ավելացնենք։ Ահա, արդեն իսկ բավարար է։
Սոխը արդեն կարամելիզացվեց եւ հետաքրքիր մի հնարք եք այստեղ օգտագործում, որպեսզի մեր սոխը դառնահամ չստանա այրումից, մենք ինչ ենք անում, 1 բաժակ ջուր ենք ավելացնում, մեր աղբյուրի մաքրամաքուր ջրից կբերենք, ինքը ջուրը կգոլորշանա, բայց ցույց չի տա, որպեսզի ինքը դառնահամ ստանա։ Իսկ այդ ժամանակահատվածը մենք կօգտագործենք մնացած մթերքը կտրատելու եւ նախապատրաստելու համար։ Իդեպ հայերենում կա, գիտեք, մթերք բառ եւ շատ հաճախ օգտագործում են սխալման մթերքներ բառը, ինքը քան արդեն իսկ հոգնակյակերտ է։ Դրա համար պետք է ասել ոչ թե մթերքներ, այլ պետք է ասել մթերք։ Հիմա մենք մնացած մթերք կպատրաստենք, որպեսզի մի փոքր կարամելային համ տանք, իրան նաև կօգտագործենք սունկ, քանի որ մենք անտառում ենք եւ որսորդականը մեր ձվածեղը լինելու եւ իրան թթվային համ հաղորդելու համար բնականաբար լոլիկ, որը մանր կկտրատենք պղպեղ, կծու պղպեղ, մաղադանոս եւ ուրց եւ դաղց։ Հիմա մենք փորձենք լոլիկը մանր կտրատել։ Մենք գիտեք հայտնի արտահայտություն ենք, որ օձը դաղցին չի մոտենում, կամ վախենում է ինչպես օձը դաղցից, բայց հակառակը մեր ձվածեղը կսիրի այս դաղցը եւ այս ուրցը։ Դաղցի մի մասը կօգտագործենք արդեն ձվի վրա ավելացնելու համար, աղի հետ մեկտեղ, իսկ արդեն մնացած հատվածը մենք կլցնենք վրան, կտրում ենք հնարավորինս մանր, իր կոթունային մասը մենք հեռացել ենք, մնացել է միայն տերևային մասը, գիտեք, որ դաղցը շատ C վիտամինը պարունակում իր մեջ եւ շատ օգտակար է, բայց այս դեպքում ինքը համի համար է մեզ անհրաժեշտ եւ դրանից բացի ինքը պետք է ինչու ցողունային չլինի, որպեսզի մեր քիմքը չզգա, համը զգա, բայց իրեն որպես այդպեսին չզգա, ինքը մեզ համար երբ որ ուտողը ուտի իր համար այդ անանուխային դաղցային համը հետաքրքիր լինի, բայց ինքը չընկալի, որ իր մեջ դաղց կա։ Ահա այսպես։ Մի պտղունց, մի այսպես բռաչափ տեղափոխում ենք իր մեջ։ Մեր ուրցը մանրացնում ենք, իր կոթունային մասից նույնպես ազատվում ենք, մեզ անհրաժեշտ են տերևները, մի փոքր աղ կավելացնենք, կրկին անգամ մի փոքր կխառնենք, մեր համար որպես ցուցիչ հանդես է գալիս սունկը։ Սունկը եթե պատրաստ է, իսկ արդեն երևում է, որ ինքը մոտ է պատրաստ լինելու, մենք ավելացնենք արդեն ձուն։ Եվ կստանանք որսորդական ձվածեղ
այս մեր գեղեցիկ բնության գրկում ուրցով եւ դաղցով եւ սրա վրայից կխմենք ուրց եւ դաղցով թեյ։ Կրակը մեր օպերատորի օգնությամբ մենք վառ ենք պահում եւ գիտեք որ հայերս կրակապաշտ չենք եղել, բայց կրակ միշտ նախընտրել ենք եւ մանավանդ որ կրակի շուրջը երբ որ մարդիկ են գտնում կարող ենք միանգամից հասկանալ հայերն ովքեր որտեղ իրանք անընդհատ կրակը խառնում էին։ Բայց այս դեպքում մեր հեռուստաօպերատորի խառնելը մեզ միայն օգուտ էր։ Ահա տարբեր համեր ենք զգալու այս ուրցով, դաղցով ձվածեղի մեջ։ Փայլուն։ Հիմա եկել է թերևս ամենապատասխանատու մասերից մեկը ստանալ արդեն ձվածեղը։ Մենք հաշվի առնելով որ ունենք քար հետաքրքիր մի էքսպերիմենտ կանենք, ոչ բոլոր ձվերը այստեղ կօգտագործենք, մեր սեղանին 3, 6, 10 ձու կա, մենք 8-ը կօգտագործենք, 2-ը էքսպերիմենտի համար կփորձենք մեկ այլ տարբերակով օգտագործել։ Հիմա 8-ը կօգտագործենք այս թավայի մեջ, 2-ը հետո ցույց կտանք ինչպես։ Սելի հեռուստադիտող, մինչև պատրաստ կլինի մեր հիմնական ուտեստը ձվածեղը, ուրցով և դաղցով մենք էքսպերիմենտ անենք, փորձարկում անենք։ Քարը թեք է, հիմա փորձենք երկրորդը, չէ փախավ։ Ստացվեց մի ձևով, չնայած 2 ձու կոտրեցիք, բայց մի ձևով ստացվեց, որովհետև թեք էր, երևի թե այլ մասում պետք անենք, հետաքրքիր է ինքը տաքություն թույլ կտա, թե թույլ չի տա։ Կամ կիրառելի է, թե կիրառելի չէ։ Հետաքրքիր փորձարկում ենք անում։ Քարը քանի որ թեք էր, մասամբ ստացվել է, մասամբ չէ։ Ահա, այսպես։ Ֆրանսիական շեֆ խոհարարների նման, ահա այսպես։ Չէ, պարզվում է հնարավոր է։ Մի փոքր աղանենք իրեն եւ մինչեւ մեր հիմնական ուտեստը պատրաստ լինի, քանի առանց աղի չեմ կարծում որ համեղ պիտի լինի, բայց զգում եք մենք ձվածեղ ստացանք։ Եթե իրեն ճիշտ հարթության վրա պահեինք, ամբողջական կստանայինք, բայց հիմա ստացանք այն ինչ որ ստացանք։ Բայց էլի հետաքրքիր իհարկե։ Հիմա համը փորձենք, քարի վրա տեսնենք ինչպես է ստացվում։ Սա այն քարն է, որ հենված էր կրակին։ Ֆանտաստիկ լավ համ ունի։ Եվ այդ քարի ջերմությունը անցել է, քար, կրակ, ծուխ։ Շատ հանգիստ կարող եք, եթե գտնվում եք բնության մեջ եւ ձեր ձեռքի տակ թավա չունեք, կարող եք հանգիստ այսպես տաքացնել եւ տեսեք ինքը իսկական ձվածեղի տեսք ունի, կազմ ունի, այնպես որ կարող եք կիրառել։ Ֆանտաստիկ։ Սելի հեռուստադիտող, արդեն մեր
հիմնական ուտեստը նույնպես պատրաստ է եւ այս մի կտորը, որ մեկ հոգու համար թերևս կարող է լինել, առանձնացնենք, ահա այսպես, տեսնում եք ինքը պատրաստ է արդեն, հրաշալի, եւ իրեն փորձենք, տեսնենք ինչպես է ստացվել մեր ուրց դաղցային թեմայով ձվածեղը, այսպես մի փոքր այս կողմից, մի փոքր սնկային մասից, համեմված ուրցով եւ դաղցով, փորձարկում ենք։ Խոհարության մեջ ամենադժվարը իհարկե ձվածեղ ստանալն է, ասեմ, որ կյանքում նմանատիպ համեղ ձվածեղ չէի կերել, թերևս օրից էր, բնությունից էր, միջավայրից էր եւ այն ներշնչանքից, որ մենք բոլորս ունենք, երբ որ առնչվում ենք մեր մեծերին, մեր ազգային մեծերին, մասնավորապես այսօր մեր ներշնչանքի աղբյուրը Թումանյանն է։ Սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ իր ավարտին մոտեցավ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերով հեռարձակվող Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարի հերթական հաղորդումը, որը մենք վարեցինք մի հրաշագեղ բնության գրկում, որ Ծաղկաշատի եւ Հաղպատի միջակայքում է, որ շատ գեղեցիկ վայրում է, ջրվեժի մոտ, որ կոչվում է Ջիվանք։ Համեցեք բոլոր լորի, բոլորդ համեցեք Ջիվանք, Հաղպատ, Ծաղկաշատ, Սանահի, Նաղթալա եւ Օձուն։ Կհանդիպենք կրկին անգամ մեկ շաբաթ անց Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում մեր շատ սիրելի հեռուստատողի ներկայացնելու համար մեր գեղեցիկ ուտեստները։ Եվ չենք մոռանում, որ պիտի բաժանորդագրվենք Երկիր մեդիա հեռուստաընկերության Facebook-յան եւ YouTube-յան էջին, տեսնելու համար ոչ միայն այս հաղորդում, այլ նաեւ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերով հեռարձակվող տարբեր բազմաբնույթ, շատ հետաքրքիր եւ շատ ազգային հաղորդումներ։